Այս վիդեոն ուղղում եմ ծայրահեղ հուսահատության մեջ գտնվող մարդկանց։ Կլինի դա ծանր հիվանդության պատճառով, ֆինանսների պատճառով, թե անձնականի պատճառով։ Եթե դու հիմա գտնվում ես մի վիճակի մեջ, որ ոչ մի բանի ելքը չես տեսնում, ես քեզ մի տեխնիկա եմ առաջարկում։ Արա այդ տեխնիկան ու կտեսնես, որ իրոք փոփոխություն կլինի։ Այն մարդիկ, որ հիմա ասում են, հա, ես անում եմ, ինձ ոչ մի բան չի օգնի, կամ այն կարգ հուսահատված են, որ վստահ են, որ չի օգնի, սիրելիներս, դուք ոչինչ չեք կորցնում, պարզապես փորձեք։ Նամանավանդ այն մարդը, որ գտնվում է հուսահատության մեջ, նա ոչ աշխատանքի է գնում, ոչ ուզում է տնից դուրս գա, ոչ մի բան չի ուզում անի, կամ պարկած է, կամ էլ մեկուսացված նստած, այնպես որ լիքը ժամանակ ունեք։ Ուրեմն ինչ եմ ես ձեզ առաջարկում։ Թույլատրեք ձեր մարմինը, փակեք աչքերը, 3 անգամ խորը շունչ, արտաշունչ արեք եւ պատկերացրեք այն իրականությունը, որը որ ուզում եք ունենալ։ Ենթադրենք, եթե դուք հիմա հիվանդ եք, պատկերացրեք, որ դուք արդեն առողջ եք, ենթադրենք բժիշկը զանգում է, ձեզ ասում է, գիտես, ամեն ինչ նորմալ է, քո անալիզները իդեալական է։ Նույնն էլ վերաբերում է կյանքի այլ ոլորտներին ու անպայման հույզերով ապրեք այդ ձեր երևակայությունը, հակառակ դեպքում դա ուղղակի ֆանտազիա կլինի, ոչ մի օգուտ չի տա։ Ինչ անշակում հույզերով ապրել, այ պատկերացրեք, եթե դա իրականում լիներ, դուք լսեիք, որ դուք առողջացել եք այլևս, ինչ հույզեր կունենայիք, ուրախություն, երջանկություն, երախտագիտություն, սեր, այդ դրական հույզերը անպայման պետքա զգաք եւ ուղեղը, քանի որ բազմիցս փորձեր են արել, ես պատմել եմ դրա մասին, դուք գիտեք, իրականը երևակայականից չի տարբերում, նա այդ ձեր պատկերացումները, իհարկե համեմված հույզերով պարտադիր, որպես իրականություն է ընդունում եւ հնարավորություն է ամեն վարքյան ման գալիս, որպեսզի իրականացնի դա ձեր կյանքում, այնպես որ սիրելիներս, մի ասեք, մեկը չի օգնելու, դուք սկսեք առավոտյան եւ երեկոյան, սկսեք 5 րոպեից, լավ, սկսեք 1 րոպեից, կամաց դարձնելով 15-20 րոպե, անընդհատ արեք, մի հանձնվեք եւ հաստատ դուք կտեսնեք արդյունքը։ Եվ ես կխնդրեմ ժողովուրդ ջան, անպայման, եթե ունեք ծանոթներ, որոնք որ հուսահատության մեջ են գտնվում, անպայման կիսվեք այս վիդեոն, լավություն արեք մարդկանց, թող բոլորն էլ տեսնել, բոլորն էլ լավանան եւ երջանիկ լինեն։ Ես վստահ եմ, որ դու կարող ես։